23 տարեկան է, կատարել եմ ավազակային արձակում սպանություն, դատարանը արդեն կարդաց կոնկրետ ՑՄ ազատազրկում։ Եթե արել ես պետք է պատժվես։ Առաջի ամոթն էր, որ արեցի այնպես բան, որ չպետք է անել։ Նույնիսկ այս 4 պատմից ես շարունակում եմ ապրել, ձեռք բերել ունակություններ, գիտելիք։ Ես դատապարտվելուց առաջ հանրային հեռուստատեսությունում եմ աշխատում որպես օպերատոր, ծառ չեմ կտրել, մարդ եմ սպանել։ Ես արել եմ մի արարք, որը աններելի է։ Ես լավ եղբայր ունեմ, բայց ես լավ եղբայր չդառա։ Միքայել Մարտիրոսյան, ՑՄ ազատազրկման է դատապարտվել ավազակային հարձակման սպանության համար։ 23 տարի Սևանի քրեակատարողական հիմնարկում է։ Բանտը շատ բան է սովորեցրել։ 23 տարի բանտում Միքայել Մարտիրոսյանը մեկ բան հասկացել է. ծառ չի կտրել, մարդ է սպանել։ 23 տարեկան է, կատարել եմ ավազակային արձակում սպանություն, ինչի հետևանքով դատապարտվել ՑՄ ազատազրկման։ Տուն ենք մտել ավազակային արձակումով 2 հոգով մտել ենք Գողության նպատակով։ Հենց դա մեր մեղքն է, ի սկզբանե ավազակային արձակումով ենք գնացել։ Մտել ենք, սպանությունը տեղի ունեցել, թալանել ենք Դե մի օքի էր բնակվում այդ տան մեջ, սպանել ենք, դրա հետևանքն համապատասխան պատիժ։ Այո։ Կարիքը դրդեց։ Չեմ ասի, որ աղքատ էինք կամ ընդ ուսանող էի, նոր էի բանակից եկել։ Որտեղ եք սովորում։ Թատրոն կինոպետական ինստիտուտ օպերատոր։ 3-րդ կուրսում եմ սովորում, 3-րդ կուրսը ավարտեցի ու այդ արարքը կատարելուց դատապարտվեցի։ Ինչ է դրդեց։ Երբ որ դու գիտես ինչ ես անում, բայց չես գիտակցում ինչ ես անում։ Երբ որ դու չես խորապես չես գիտակցում, թե ինչ է նշանակում մարդ սպանել, բնականաբար առանց հասկանալու, տես կարելի է, ես շարժանք նույնիսկ օգտագործում փաստենք հոդլակոտը գնաց արարք արեց։ Բայց դա 23 տարի առաջ էր։ Ես չեմ կարող իմ ասեմ, գիտեք ոնց, եթե չանեի էլի ոչ ավելի լավ կներ, բայց այդ ու չմտածելու, հեռու չնայելու, չվերլուծելու, այդ ունակության բացակայությունը բերեց սրան։ Ինչքան ժամանակ ա որ այստեղ եք։ 23 տարի։ Առաջի ամոթն էր, որ արեցի այնպես բան, որ չպետք է անել։ Այդ նույնիսկ վախ կար, որ ինձ չեն ներ, ասենք նույն ծնողներս կամ եղբայրս, որովհետև իրոք դա շատ մեծ հարված էր։ Ես այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև եմ մտածում, զուտ եսասիրական տեսանկյունից, վայ իմ ընտանիքը, վայ իմ ծնողները, վայ իմ շրջապատը, ավելի գլոբալ արարքս ավելի գլոբալ չէ դիտարկում։ Այդ չգիտեմ քո համար խորթ ու օտար մի հատ միջավայր ես ընկնում, որ ամեն ինչ քո համար ուրիշ է, քոնը չի։ Բայց կար ժամանականց, որ հասկանում ես, որ վերջ էլի, պիտի պատժվես։ Մենք մեր արարքը կատարել ենք 2003 թվականի հուլիսի 4-ի լույսինգի գիշերը, հուլիսի, օգոստոսի 1-ին ուժի մեջ մտավ նոր օրենսգիրքը, որը նախատեսում էր ՑՄ ազատազրկում։ Ու սեպտեմբերի 13-ին, 12-ին կներեք, դատարանը արդեն կարդաց կոնկրետ ՑՄ ազատազրկում։ Ես հենց այն առաջի դատապարտյալն եմ, որին դատարանը ասեց ՑՄ ազատազրկում։ Իհարկե չէինք սպասում, իհարկե փաստաբաններն էլ բոլորն ասում էին, հա դե առաջ անգամն է, ինչի, գոնե 15-ով բրցնեք լավ է։ Բայց այդ որ դատախազը պահանջեց ՑՄ ազատազրկում եւ դատարանը հաստատեց, շոկ էր, չէի սպասում, չնայած նորմալ է, այտենց է պետք է լիներ։ Ես չի որ դատարանը ինչ որ արտառոց բան արե, համապատասխան արարքին, համապատասխան պատիժ։ Բնականաբար։
Դասականը մի հատ ես ընդհանրապես համարում եմ, որ Դաստոևսկին պետք է բնօրինակով կարդաս։ Իր մոտ կա հետաքրքիր տող, որ за каждым преступлением должно идти наказание. Отсутствие наказания более жестокое преступление, чем изначальное. Եթե արել ես պետք է պատժվես։ Եթե դու չես ընդունում քո պատիժը, ապա քո մոտ ինչ որ այլ խնդիրներ կան։ Դու չես կարող դիմանաս այն փորձություններին, որոնք ունես։ Բայց եթե դու ինչքան շուտ ընդունես քո պատիժը, ու սկսես վերադարձ դեպի նորմալ կյանք, այդքան ավելի հեշտ կլինի քո համար։ Դժոխքա բանը։ Սովորեցեք ես 20 տարի, 23 տարիներից ես։ Ընդրսից միգուցե մտածում դժոխքա, բայց չէ։ Բանտը ընդհանրապես ես չեմ համարում էսի ազատազրկում։ Հնարավորություններ կան։ Դու կարաս անես այն ինչ որ դուրս ես անում, պարզապես սահմանափակված ես։ Այս քրեակատավական հիմնարկները սահմանափակում է, տենց։ Հա, ընտրության իրավունք չունես, ազատ շփման իրավունք չունես, տեղաշարժվելու ազատ հնարավորություն չունես, տեխնիկական միջոցներից սահմանափակված ես։ Բայց դու ընդհանրապես իմ պատկերացում դա սահմանափակում է, բայց դժոխք չի։ Բազում հնարավորություններ են տրվել։ Դա 19 թվականին, որ ներմուծվեց սոցիալականացում հասկացությունը, մինչ դա պարզապես վերականգնողական ծրագրեր էին, որոնք կատարվում էին Աբովյան քրեակատավական հիմնարկում անչափահասների եւ կանանց շրջանում։ Մնացած դատապարտյալները վերասոցիալականացում ինչպես այդպեսին չունեն, օրենքով է չէր նախատեսված։ 19 թվականին ներմուծվեց վերասոցիալականացում, մենք առաջիններից մեկն ենք, որ մեզ թույլատրեցին ծմանները մասնակցել վերասոցիալականացման ծրագրերին, դրանից հետո դա արմավիրում էր աշխատանք, թույլատրվեց, խցային պայմաններում ստեղծագործական աշխատանք, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, միջոցառումներին ակտիվ մասնակցել նախաձեռնություններով հանդես գալ, կամաց պետք է այդ ամեն ինչ չլինի, բայց որ ասեմ սահմանափակումը, որը քեզ տալիս է հնարավորություն վերլուծելու անցյալը, այս ամբողջ ժամանակահատվածում ես զրկվեցի շատ բաներից, որոնք թե դրական, թե բացասական բաներից։ Ես զրկվեցի, այսինքն նույնիսկ կարելի ասել ձերբազատվեցի, տակ գլխում գործելուց։ Ձեռք բերեցի անսահման համբերություն։ Ձեռք բերեցի արկա հնարավորությունները գնահատելու եւ արկա հնարավորություններից մաքսիմալ կերպով օգտվելու ունակություն։ Ձեռք բերեցի ընկերներ։ Գիտեք ոնց, երբ որ պարզապես ընկերություն ես անում ուրիշը, բայց երբ որ ինչպես ես շատ ժամանակ ասում եմ, մի դագաղից ենք դուրս գալի նման մարդկանց հետ, սկսում ես գնահատել մարդ տեսակը, որը քո կողքն է ու քո դժվարությունների, քո հետ նույն դժվարությունները վազում, սկսում ես նման մարդկանց գնահատել։ Գործերեցի բազում հնարավորություններ, աշխատանքային, մասնագիտական։ Ես դատապարտուից առաջ հանրային հեռուստատեսությունում էի աշխատում որպես օպերատոր ու երրորդ կուրսը ավարտելուց հետո արդեն պրակտիկ աշխատանք պետք է լիներ։ Հայ ֆիլմ, Երևան ստուդիա, Հայ կինոստուդիան չանցի ժամանակ փակած էր, այլ ինչ որ աշխատանքներ, բայց հիմնական պրակտիկ պետք է լիներ։ Ես 11 թվականին, դե իմանալով որ Թատրոնի կինոյի պետական ինստիտուտը չեմ կարող շարունակել, որտեղ հնարավորություն չկա։ Դիմեցի Երևանի պետական համալսարանի ռեկտորին, խնդրելով, որ ինձ հնարավորություն տա, դա մեր հոգևոր հովիվ Տեր Գրիգորի հորդորն էր։ Հնարավորություն տա ինձ հեռակարգով աստվածաբանության, փիլիսոփայության բաժնում սովորել, ինձ ասացին, որ նման պայմաններով մարդկանց համար չեն կարող տրամադրեն։ Հետո դիմեցի ճեմարան, Գեորգյան ճեմարան, խնդրել որ իրանց մոտ, եթե հնարավոր լինի, իրանք ասեցին մեր սաները հիմնականում մեր մոտ են բնակվում։ Տենց հնարավորություն չկա։ Արդեն դե հնարավորություն չեն տալի, բայց ինքնակրթությունը կա ու կա։ Նման այդ ժամանակ արդեն Տեր Գրիգորն է գալիս գնում էր գրականություն, տնից շատ գրականություն ստանում էր, բայց երբ արդեն արմավիրում էինք իրավական կրթության եւ վերականգնական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ը,
Դե նախարարություններ, վարչություններ, Ուրարտու համալսարաններ, ինչ որ հանձնաժողովի ժամանակ բարձրաձայնեց, որ ցմա դատապարտյալներ կան, որոնք ուզում են սովոր են բարձրագույն կրթություն ստանան։ Ուրարտու համալսարանը ասաց, մենք պատրաստ ենք։ Դե ժամանակ մենք արդեն փորձում ենք, որ ցմաների մեջ մի քանի հոգի արդեն կրթություն ստանում էին։ Դե եկան համավիրտ քրեակատական հիմնարկում քննություն հանձնեցին, բավական լավ գնահատականները ընդունվեցի Ուրարտու համալսարան։ Հիմա 3-րդ կուրսում եմ սովորում։ Հոգեբանություն։ Դե Ուրարտու համալսարանը տարածաշրջանի միակ համալսարանը, որը մասնագիտացված է կոնկրետ հոգեբանության վրա։ Այլ բաժին չունի։ Այլ սոցիոլոգիա, հոգեբանություն։ Տարածաշրջանի միակն են նրանք։ Երբ որ դու ինչ որ երկար ժամանակ բնակվում ես մի պայմաններում, որ 24 ժամից մի ժամ դու զբոսանք մնացածը խցում, երբ որ տարիներ շարունակ նույն մարդկանց դեմքն ես տենում, ու արդեն այդ նոր բանի շփման ինչ որ փոփոխության կարոտ ես մնում, երբ որ քեզ տալիս են հնարավորություն էս անել, այն անել, ստե աշխատել, ընդե աշխատել, հիմա նույնիսկ դուրսը GM կոմպանիայության պայմանագիր ունեմ 3D դիզայնի աշխատում եմ, երբ որ այդպես հնարավորություն է, դու սկսում ես գնահատել, որ ուր էր, ուր հասար։ Ամեն մի հնարավորությունը, որ քեզ տրված է, ամեն մի մարդու հետ ծանոթանում ես, շփվում ես։ Իսկ պետք է լույսի հետևից գնալ։ Լույսը քո մեջ է։ Ուր էլ գնաս, եթե դու ցանկանում ես, դու այդ ազգը կլուսավորես։ Այս վերջի 5 տարին էլ բուրն էր։ Բուրըն ճանապարհ էր։ Անդեր ստե բայց երկար չէր, 23 տարի էր դուրսը։ Դա մի մեծ բան չի։ Դե միգուցե գիտեք ոնց օրենքում տված է, որ 18 տարի հետո մարդ համարվում է չափած եւ կարող է գիտակցել իր արարքը։ Գիտեք ոնց ֆիզիոլոգիայով հա, հասուն է։ Բայց հոգեբանորեն 18 տարին կամ 23-25 տարին դա հասուն չի կարելի համարել։ Ֆիզիոլոգիայով ընդհանրապես ոնց է տրված, երբ որ մարդ ունակա առողջ սերունդ տալ իր օրգանիզմի վնաս չպատճառել, համարվում է հասուն, վերջ։ Դա համարվում է 18 տարեկան է, բայց հոգեբանորեն մինչև դու չձևակերպես քո աշխարհայացքը, մոտեցումները, քո իդեաները, քո անձը վերջնական չձևավորվի, դու հասուն չես։ Ու արյուտես մեր այդ ֆիզիոլոգիապես այդպես անձնագրային տարիքում հասուն, բայց հոգեպես դեռևս չկայացած մարդկանց համարում են, որ դա համաձայն 25-27 տարին հոգեբանորեն արդեն կարելի է գիտակցել, որ մարդ կարա որոշ սոցիալ-տնտեսական խրթիները հաշվի առնելով կարա արդեն կայուն համարվել։ Բայց մեր մոտ համարում են, որ նույնիսկ ֆիզիոլոգիապես կայացած մարդը ոչինչ որ հոգեբանորեն դեռևս կայացած չի, պետք է դատապարտվի առանձնապես սմազոտազրկման կամ գնդակահարության։ Ինչ կփոխեիք։ Ում մեջ։ Ձեր մեջ։ Գիտեք ոնց, ես չեմ ասի, որ 23 տարին ոչ մի բան չեմ փոխել, շատ բան եմ փոխել, ու ես նպատակով ասել, որ այս մի բանը կփոխի, այդ նշանակում է ես գիտեմ, որ պետք է փոխեմ, բայց չեմ հապաղում եմ, չեմ փոխում։ Չէ, եթե ես գիտեմ մի բան պետք է փոխվի, դա մի անգամ սկսում եմ գործընթացը, հետո իվա վրա չեմ թողում։ Այս 4 պատմիչ միևնույն է իմ կյանքն է։ Հիմա էլ եմ ասում, սահմանափակված, բայց իմ կյանքն է, չի նշանակում, եթե ես 4 պատմիչ ես չեմ ապրում։ Ինչքան դու չես ապրում, այդքան դեգրադացվում ես։ Այդ դեգրադացումը արգելված է, ընդհանրապես չպետք է լինի։ Մարդ տեսակի մոտ դեգրադացումը պետք է չլինի։ Եթե ես նույնիսկ այս 4 պատի մեջ ես շարունակում եմ ապրել, ձեռք բերել ունակություններ, գիտելիք, ծանոթություններ, որոշակի մասնագիտական հմտություններ, ստեղծագործական աշխատանքի ավելի կատարելագործում, իմ ամեն օրը ձեռք բերում է։ Իմ ամեն օրը փոխում է այսօրվա Միքայելը փոխել է երեկվա Միքայելին։ Երեկվա Միքայելը փոխել է 1 տարի առաջվա Միքայելին։ Ու ինչքան այդպես ամեն օր պետք է ձգտես դեպի այս գորգորունչունի դեպի լավը։ Ես չեմ ասում ես մի հատ հարց կա որ լավ մարդ ես, թե վատ մարդ ես, ես ավելի շատ գիտեք որ ձգտում եմ վատ մարդ չլինել։ Իսկ թե լավն եմ, թե վատն եմ, ես չգիտեմ։ Բայց ձգտում եմ վատը չլինել։ Հենց այդ ձգտումն է, այդ ամենօրյա գործունեությունն է, աշխատանքն է, ստեղծագործելն է, ուսումն է, այդ ամեն ինչ
փոխում է ինձ։ GM Company ընկերության արտադրությունով է զբաղվում, տարբեր խմիչքներ, այլ սննդամթերք, պիտակներ, փաթիթավորման, դիզայներական ձևավորումը։ Ցանկություն կա, որ այնտեղ աշխատեք։ Արդեն աշխատում եմ համակարգչով, անձնական համակարգիչ ունեմ։ Ինչ եք անում։ Այս պայն Powerade էներգետիկ ըմպելիքի արտաքին ձևավորումն եմ անում։ Դե երկար ճանապարհ եմ անցել, մինչ կիրառական արվեստի ուսումնարանից, մարիոնետների թատրոն, բանակ, թատրոն կինոպետական ինստիտուտ, հայ ֆիլմ, հանրային ու այստեղ։ Դրանից առաջ Լևոն Աթոնացի մոտ ԱԼՄ-ում էի, հետո տեղափոխվեցի մի երկու ծրագիր Պրոմեթեյսում եմ աշխատել, այն ժամանակ Պրոմեթեյսն էր։ Հետո հանրային վայր։ Ես արել եմ մի արարք, որը աններելի է, ու բնական է, որ աններելի է, թե իմ կողմից, թե հասարակության կողմից, թե տուժողի հաջորդի կողմից, ես միշտ կրկնում եմ, որ ծառ չեմ կտրել, մարդ եմ սպանել, ինչ-որ մի ընտանիքի հայրեր, ընտանիքի մի կնոջ ամուսիններ, այդ մեղքը միևնույն այդ ծանրությունը մինչև կյանքիս վերջ իմ ուսերին է լինելու, անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում։ Այս տարիների ընթացքում բազում մարդիկ են եղել, որ դեռացել են, թե իմ բաղտակիցներից, թե իմ հարազատներից, հայրս մահացել է 2006-ին, մայրս 2016-ին։ Այո, ես եղբորս երեխան ծնվել է, երբ ես արդեն դատապարտված էի, այդ ամեն լավ եւ ամեն վատ բան, որը իմ հետ կատարվել է, ըստեղ է։ Ձեր ծնողներին չկարողացաք հրաժեշտ տալ։ Ոչ։ Երկուսն էլ հիվանդության պատճառով, պապան քաղցկի եղել, մաման ազգելն էր։ Ու երկու անգամներ ես տեղեկացա, որ մահացան, բայց հարկավորության մասնակցելու օրենքը չէր թույլատրում։ Ես հանդիսացա պատճառ այդ ամեն ինչին։ Ես այն ցավ, այն դժվարությունները, որով նրանք անցան, պատճառներից մեկն էլ ես էի։ Հա, հիվանդությունը բոլորի հետ կարող լինի, բայց ես պատճառ եմ հանդիսացել։ Եղբորս պարագամիզիկ ոնց ասում եմ, ես լավ եղբայր ունեմ, բայց եղբայրս լավ եղբայր չունեցավ։ Այն տարիները, որ ես պետք է իր կողք կլինեի, ես ստեղ եմ հասկացրել։ Ինքը իմ հետևից գնաց, եկա, ոչ մի անգամ երեսով չտվեց, գիտես ինչ կա։ Ինձ համար նստել ես, բայց ես ասում եմ, ես լավ եղբայր ունեմ, բայց ես լավ եղբայր չդառա։